Մարտի 22-ին քորները Հայաստանի հավաքականի հետ մեկնեց Թբիլիսի, որտեղ մեկ օր անց ազգերի լիգայի փլեյօֆի պատասխան խաղում պետք է մրցեինք Վրաստանի հավաքականի հետ։ Երևանյան 0-3-ից հետո շանսերը մեծ չէին, բայց մինչև վերջ պայքարել պետք էր։ Ախպերս ուր ես գնում։ Ուր ես գնում։ Խաղա։ Խաղաս։ Մոտ 30 րոպե տևած Երևան-Թբիլիսի գերարագ թռիչքից հետո Վրաստանի մայրաքաղաքը դիմավորում է մեզ ջերմ հայ երկրպագուներով եւ անձրևոտ եղանակով։ Եթերում քորներն է։ Մեր հյուրանոցից դեպի Բորիս Պայչաձեի անվան Դինամո մարզադաշտ ճանապարհը տևեց ավելի երկար, քան Երևանից Թբիլիսի։ Նախախաղային ասուլիսին Ջոն Վանցխիպի հետ միասին եկավ Արթուր Սերոփյանը։ Հավաքականը նույնպես կփորձի ամեն ինչ անել, որպեսզի ուրախացնի մեր երկրպագուներին։ Դե իսկ Վանցխիպը հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ, նշելով, որ ազգային թիմի ճամբարը լքել է Հրանտ Լեոն Ռանոսը, ով ասուլիսից առաջ մարզչից ուլտիմատումով տեղ է պահանջել հավաքականի մեկնարկային կազմում։ Երեկոյան ժամանում ենք հավաքականի հյուրանոց, որտեղ ազգայինի տղերքը ստորագրում են կինոդարան 11 գրվածքով խաղաշապիկների վրա։ Իսկ թե երբ ենք այս գեղեցիկ խաղաշապիկները խաղարկելու, կիմանաք հաղորդման հաջորդ հատվածում։ Մաչդեին ավանդաբար City Tour են կազմակերպում, կամ այս պարագայում City Tour-ի հայկական երանգներով զբոսանք Թբիլիսիի կենտրոնում։ Առաջին կանգառը 13-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի, զգալու հայկական շունչը։ Թբիլիսիի կենտրոնով քայլելիս ամեն քայլափոխին կարելի էր տեսնել մեր եռագույնով շրջող հայրենակիցների։ Հարմարավետ եւ համեղ ռեստորանում մի կտոր հաց կիսելու մեծ ցանկություն է առաջանում։ Էն էլ ափսոսանքով հասկանում ենք, որ Թբիլիսիում Կավկասկայա Պլեննիցա ռեստորան չկա եւ պետք է այցելենք տեղական հաստատություններից մեկը։ Նույնիսկ արտագնախաղերում Հայաստանի հավաքականի եւ քորների հետ է 3-7-9 հայկական գարեջուրը։ Կինոդարանի հետ միասին խաղարկում ենք Հայաստանի հավաքականի 2 խաղաշապիկ, մեր ազգային թիմի ֆուտբոլիստների եւ Սոս Ջանիբեկյանի ստորագրությամբ։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել կինոդարանին, շտապեք անել դա, քանի որ 11 նոր ֆուտբոլային սերիալի պրեմիերայի օրը հայտնի են դառնալու 2 հաղթողները։ Շտապեք։ Նախորդ խաղի համեմատ Վանցխիպը 4 փոփոխություններ կատարել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում։ Առաջին րոպեներից խաղադաշտ մտան Ստյոպա Մկրչյանը, Սոլոմոն Ուդոն, Կամո Հովանիսյանը եւ Վահան Բիչախչյանը։
Վրացիները 48,000 երկրպագուների բուրըն աջակցությամբ հենց սկզբից նետվեցին առաջ, Երևանում ձեռք բերած առավելությունը զարգացնելու մտադրությամբ։ Դաշտի տերերի առաջին իսկ գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ 14-րդ րոպեի դրությամբ պարտվում էինք 0-2, իսկ 35-րդ րոպեի դրությամբ անհավանական թվացող եւ նվաստացուցիչ 0-5 հաշվով։ Ցավագին գլխապտույտի հեղինակներն էին Կվառացխելյան, Միկաուտաձեն, Չակվետաձեն եւ Կիտեիշվիլին։ 0-5 Վրաստանի դեմ խաղում 35 րոպեում, չէ, սա հաստատ վատ երազ է։ Ախր սենց թիմերի հետ ենք կռիվ տվել, հաղթել, պատվաբեր ֆուտբոլ խաղացել։ Սկզբունքային դերբի է, առավել եւս։ Հիշենք, թե թուրքերի հետ ոչ այնքան վաղ անցյալում ինչ տղամարդավարի կռիվ էինք տվել երկու հանդիպումներում էլ։ Այո, բուն խաղը մի կողմ, կռիվ էինք տվել։ Իսկ ինչ էր սա։ 1-9 հարևանների հետ դիմակայությունում խաղից առաջ նույնիսկ ստաժավոր հոռետեսները եւ անձամբ վրացիները նման ելքին կնախանձեին։ Կովկասյան դիմակայությունում մեր դեմ էր ամեն ինչ։ Մեր առաջատարների բացակայությունը, վրացիների ֆանտաստիկ մարզավիճակը, հավաքականի ներսում ոչ այնքան լավ մթնոլորտը, ինչի մասին խոսում են շատերը, եւ իհարկե ֆեդերացիայի եւ երկրպագուների միջև բաց առճակատումը, ինչը պարզապես չի կարող չանդրադառնալ ֆուտբոլիստների տրամադրության եւ տրամադրվածության վրա։ Լավ, այդ ամենը մի կողմ, բայց այդ ֆուտբոլային անզիջում պայքարն էլ չտեսանք։ Թե քաշային կարգերն էին խիստ տարբեր, եւ թե այդ պայքարին այս անգամ պարզապես պատրաստ չէինք։ Ինչու՞։ Լավ հարց է։ Մեր թիմի խաղում միակ լուսավոր կետերից մեկը երկրորդ խաղակեսի սկզբնամասում Վահան Բիչախչյանի անցումը ու Էդգար Սևիկյանի շրջադարձ հարվածով պատվի գոլն էր։ Այդ դրվագից զատ պարզապես անճանաչելի էինք, իսկ Վրաստանի մոտ ստացվում էր գրեթե ամեն ինչ։ Օրինակ առաջին խաղակեսում գոլի էր վերածվում այն ամենը, ինչ գնում էր դեպի դարպասը։ Լավ դաս էր, համակարգային, մտածելու տեղիք տվող, իսկ եզրակացությունն այսօր ավելի քան ակնհայտ է։ Հավաքականների մակարդակով այսօր զիջում ենք, բոլոր հնարավոր կրիտերիաներով։ Խաղից հետո իրավիճակը լարված էր։ Հավաքականի տղերքը ծանր զրույց ունեցան հայ երկրպագուների հետ։ Խաղադաշտ ներխուժած վրացի պատանիները շշերով հարվածեցին մեր երկրպագուներին, ինչը միանգամից արժանացավ ընդհանուր առմամբ դրական տրամադրված վրացիների ամոթ վանկարկումներին։ А я по-вашему здесь не живу! А ты что на меня сердился? Сердился! А я на тебя 3 раза повыше сердился! Բայց վատի եւ բացասականի հետ մեկտեղ ինչպես միշտ կար նաեւ դրականը։ Միմինոյի մոտիվներով։ Մամարդաշվիլու աջակցությունը Չանչարևիչին խաղից հետո։ Լևանտեում ընկերացած Սևիկյանի եւ Կոչորաշվիլու ուժասպար զրույցը։ Հայ-վրացական դերբիին վայել կադրեր։